Աստծես Աստծո, աչքը պայծառ, հսկուվեցավ երկինքի, լուսավորչի կանտերի համար ասում է Հովհաննես Թումանյանը։ Եվ պահ է եղել, որ մենք գնացել ենք Ֆրանսիայից օպերացիայի Ջանը, այսպես աղոտրանի ջանը 6-ի մոտերկը, Արագածի կատարին լուսավորչի կանտեղը մենք նկարահանել ենք այդ լույսը վառված։ Դա հրաշք է տեղի ունեցել, այդ նկարը երբ պետք եղավ, ես ձեզ կտամ մի օր, եթե ուզենաք ցույց տալ, դա հրաշք է կատարվել մեզ ու մենք վերջը այդպես կենտանի մնացինք, առաջն Աստված։ Իսկ սա ներողություն, կիսած թողեց։ Այս վերջինն էլ շողուլն է, ներողություն, սա ամենափրկիչն է, որ Ջիվանին ասում է մի քաղաք տեսա ժամի սիրահար, բնակիչները հայ, մոտ 100,000, իրենք հատ չունեին ուտելու ապրելու համար, բայց 7 հատ վանք են սարքել, խելքի հաշեցեք, այսինքն սա հավատքի քաղաքն է, հավատքի։ Եվ դրա համար 1937 թվականին ամբողջ Հայաստանի եկեղեցիները փակվեց, բացի Գյումրվա 7 վիրած եկեղեցուց եւ Էջմիածնից, ասեմ ձեզ։ Դրա համար այո, մենք հավատացյալ ժողովուրդ ենք, գյումրեցիները հավատացյալ ժողովուրդ են։ Իսկ այս տակի նշանը այս շողուլն է, որ կոչվում է շողուլ, շինարարական գործիք է, որ այսպես պահում է աջուցախ։ Այսինքն ով որ իրեն հետո գյումրեցիք ասում են, ով իրեն սխալ է պահում, շողուլից կգնի։ Ու մենք իրան կզգաստացնենք, որ չի կարելի շողուլից ընկնել։ Հասկանալի է։ Այո, Ռոբերտ Քոչարյանն է ձեզ ասեց դրա գրողներին, հիշում եք, որ ասեց, երբ շողուլից ընկաք, ձեզի շողուլի գտեք։ Մեղայ Աստծո, լավ։ Մեր նիստերի ընթացքը արդյոք շողուլի չի ընկել, որովհետև արդեն երկրորդ նիստն է ինչ տեսնում։ Մի խառնի տղա ջան, հələ չենք եկել խոսել, հələ չենք եկել նես մտել ու արդեն խառնում ես։ Ինչ եք խառնում որ։ Ես մի բան ասեմ ձեզ, դուք էլ փոխվեք էլի մի քիչ փոխվեք էլի երեխեք, ինչի՞ չեք փոխվի որ։ Ինչ կա որ ասենք հանուն Հայաստանի Հանրապետության կարելի է փոխվել։ Մարդկանց իրար հետ չկրվցնել, բան չանել, լույսը լույս ասել, խավարը խավար ասել։ Ինչ կեղնի որ դուք էլ այդպես լինեք։ Պարոն Ղուկասյան, Հասն այն է որ չի եկել։ Անդամները չկային, ներողություն, Մարտուն Գրիգորյանը գիրը չկա։ Մենք բոլորին հրավիրել ենք, բոլորին տեղեկացրել ենք, զանգել ենք, ասել ենք որ երթման արարողություն է, եկեք մասնակցեք։ Հիմա իրանցից կհարցնեք, թե ինչի չկան, ինչ կան, ես չգիտեմ։ Իրենցից հարցրեք։ Տեսեք, ասում են կլինի կառավարման ճգնաժամ ըստ էության, քանի որ ծեր ընդդիմադիր ուժերի միջև չկա կոալիցիոն հուշագիր ստորագրված ըստ էության։ Ուրեմն հաստատուրդ որպես այդպեսին չկա։ Արդյոք մտավախություն չունեք, որ կլինեն նիստեր, որ օրինակ այսօր մեր քաղաքը դաշինքը ներկայացավ, բայց ձեր երկրնակալության արարողությանը ներկա չգտնվել։ Արդյոք չեք մտածում, որ մտավախություն չունեք, որ ավագանու նիստերին էլ գուցե կան ներկայանան, բայց ասեմ էլի սատիկ, կարճ ասա։ Ենքա երկար ես ասում, միտքդ հասկացա։ Ուրեմն մի բան ասեմ։ Ինչ որ անում են, ինձ համար չեն անում։ Այստեղ Ղուկասյանի խնդիրը չէ։ Այստեղ քաղաքի խնդիրն է, ժողովրդի խնդիրն է։ Ով ժողովրդին ոտ է պահում, ժողովրդի գնահատականը կդա անպայման։ Եվ ես այստեղ այդպես խառնվելու, ինչ որ բան անելու ոչ մի բան չունեմ։ Ես կարող եմ աշխատել, գիտեմ ինչ պետք է անեմ, որտեղից պետք է անեմ ու ինչ պետք է անեմ։ Ես իմ խոստումներից տերն եմ։ Եթե որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն, կուսակցություն ոտ է պահում, ինձ դա ես չեմ, դա ժողովուրդն է։ Իսկ ժողովուրդը իրենց համար մեկին կասի դավաճան, մեկին կասի ավանտյուրիա, մեկին կասի ինքը գյումրեցիք այնպես անուն գտնեն, այնպես կասեն, որ հանգիստ եղեք դրա համար։ Դրա համար ես շատ հանգիստ եմ։ Ինչ անեն իրանց համար պետք է անեն։ Ինչ լավն էլ անեն իրանց համար է, վատն էլ անեն իրանց համար է։ Այստեղ Վարդան Ղուկասյանի խնդիրը չէ, այստեղ քաղաքի խնդիրն է։ Մնացածն ինչ ուզում են անեն։ Ոնց ուզեն թող այդպես անեն։ Ենթադրենք մեր քաղաքը դաշինք։ Ես բացատրեցի էլի։ Ես էլ ասեցի, ժողովուրդը իրենց գնահատականը կդա ոտ պահեցին։ Իրանց կասեն, ով եք դուք, ինչի համար եք սա անում, ոնց եք ապրում այս քաղաքում, այդքան բան։ Չէ ոնց որ։ Ոչ։ Ճիշտ ասած ոչ։ Հետո գիտեք մի բան ասեմ ձեզ։ Ես դե վերջը երկար տարիներ 99 թվականից մինչև հիմա որ հաշվարկում ես, դա հսկա քանի տարի է, մոտավորապես 25 թե ավել։ Քանի տարի է հաշվեք արագ։ 26 տարի։ Թվաբանությունից լավ չեք աղջիկներ։ Ուրեմն կոմպյուտերի վրա եք սովորում։ Ուրեմն վախ ափսոս։ Ուրեմն 26 տարի ես քաղաքականության մեջ եմ։ Նայում եմ էլ երկու անգամ
6 անգամ 96 թվականից որ հաշվեք, հիմա այս 6 անգամ քաղաքապետ եմ ընդրվել։ 2 անգամ էլ պատգամավոր։ Ես այսպիսի բան չեմ տեսել։ Ես այս ձևի հարցակում, այս ձևի ամբողջ սայտերն ու ես չգիտեմ ինչեր այսպես խառնվել են իրար Գյումրին, ոնց որ Արցախը կորցրեցին, այսքան չխառնվան, այդքան երեխեն մահացավ, այսքան ձայն չլսեցինք, ոնց որ այս Գյումրու քաղաքապետի ընտրությունները։ Ես զարմանում եմ, դու քեզ եմ հարցնում, հլա սա ինչու է այդպես, դու ազատության լրատվականն ես, դու պետք է գիտենաս։ Հլա սա, ինչի է այդպես։ Ինչի հլա սա։ Հլա սա ինչի է այդպես, Սադենիկ։ Հիմա չեմ կարող ասել ինչի է այդպես, հետո կասեմ, մոտորերս կասեմ։ Ամեն դեպքում մարզպետի հետ պետք է աշխատեք որպես վերադաս կառույց, մարզպետից կարծում եմ արդեն շնորհավորանք ստացել եք, թե չէ, ինչպես եք այդ աշխատանքը։ Մարզպետից շնորհավորանք չեմ ստացել, բայց այդ մարզպետի հայրը ինքը իրենց միշտ շնորհքով են պահել, մարզպետի հայրն էլ ինձ հետ մոտ է, ինքն էլ շնորհքով է իրան պահել, մշտական եկել է բան, տեսել է ինձ շատ շուտ բան, շատ շուտ եկել է, ինքը ջահել երիտասարդ տղա է, ես իրանց մեծն եմ եղել, իրանց շատ հարցերում իրանք ուզում են ասել են, ուզում ենք նմանվել շատ այդպիսի բաներ։ Հիմա կապրենք կտեսնենք թե իրանք ոնց են իրանց պահելու, իրանց բոլորի գնահատականը կտանք։ Հիմա խոմ ասենք ես մի քանի տարի որ Նիկոլը պետք է մնա բան, դրանից հետո ինչ պետք է եղնի։ Կապրենք հələ կտեսնենք էլի ով ինչ ձևով կպահի իրան։ Իրողության հետ ինչ կատարում է Գյումրիում, Ժորժ։ Ինչ է ասում։ Ասում է հաշտ գյումրեցիների քվեների հետ հաշտ են, բայց հաշտ չեն այն իրողության հետ ինչ կատարվում է Գյումրիում, քանի որ 10 տվել են իրենց, բայց քաղաքապետ ընտրվել է ընդդիմադիր։ Ես իմ խոսքի մեջ ասեցի։ Իրանք 17000 ձայն այս քաղաքում չունեն, իրանք լավ գիտեն դա։ Ուրեմն այդ դրսից բերած մարդիկ, որ եկան քվեարկեցին, մենք հաշվարկել էինք 4000 հոգի։ Մտածել էինք, որ 12 ժամվա մեջ առավոտվանից 8-ից մինչև 8-ը 12 ժամ է, մենք մտածեցինք, որ իրանք այդ որ բերեն բան անեն 4000 հոգի պետք է լինի, մենք չէինք հաշվարկել, որ պետք է լինի 8200 հոգի, որ ամեն տեղը 100 հոգի պետք է ավելանա։ Մենք չէինք հաշվարկել, որ մեռած բանը փլված շենքեր կան, որոնք հիմա գոյություն ունեն եւ այդտեղ մարդիկ գրանցված են ու դրսից Ախրքալակից, Հայաստանի տարբեր տեղերից ավտոբուսներով մենք նկարահանած ունենք այդ ավտոբուսները բաները։ Դուք եք նկարահանել, բոլորդ նկարահանել եք։ Մենք այդքան չէինք պատկերացնում, որ իրանք կարող է այդ չափի անեն։ Հետո չէինք մտածում, որ այդպես գումարները հեշտ ու հանգիստ պիտի բա։ Ես կյանքում չէի իմացել էի 5-10 հազար քաղաքում ժողովուրդը խոսում էր, որ ինչ որ դենց բաներ տալիս էին առաջ, ինչպես բան լսել եմ։ Բայց հիմա, սպասեք, վերջացնեմ, հետո ասեք։ Բայց հիմա իմացան 40-50 հազար դրամ մի մաշտուն գումար են տվել, բան են տվել։ Ես այդքան չէի պատկերացնել, որ այդքան կարևոր է Գյումրու ընտրությունները, որ այդքան գումարներ պիտի ծախսեն, այդքան բան։ Հետո մտածում ես սրանց այդքան գումարը որտեղից այդքան գումարները։ Դուք գնացիք, արձանագրեցիք, տարբեր տեղեր, թե մարդիկ ոնց էին մտնում խանութները, խանութից հետո գնում էին մասսայական, դուք նկարահանել եք մեզ մոտ կա, մինչև հիմա սայտերի մեջ կա։ Այսինքն իրենց ձայները ընդամենը 2500-ից 3000 ձայն է։ Այս քաղաքում չհաշված։ Ուրեմն բանակը ամբողջ չլպատկերացրեք, բանակի գյումրեցի զինվորականներին ընդուպ ուվալնենի են տվել, հասկացար, տուն են ուղարկել, հրամանատարների մոտից տղաները զանգ են տվել ծնողներին, չգիտեմ, նախարարություններից, բուհերից ինչքան սովորողներ կան, վիվարոյի վրա ինչքան գումար են գցել։ Ես պես բան չեմ պատկերացնել, այս ձևի ողբ Ես մի բառ պետք է ասեմ, բայց լավ չեմ ասել։ Ես ձևի վիճակ, ճիշտ ասած, ես այսպեսի բան չեմ տեսել։ Խնդրահարույց դրվագներ եք ներկայացնում, պարոն Ղուկասյան։ Ոչինչ, մի բան է, դուք եք ներկայացնում, ես խոսքերն եմ ասում։ Չէ, Ժորժ ջան, հարց եմ տալիս, մի ինչու չվիճարկեցիք այդ դեպքում ընտրության արդյունքները, դա օրինակ ավելի լավ չէր ազդի ձեր ռեյտինգի վրա, օրինակ գնալ նոր ընտրությունների եւ բացարձակ մեծամասնություն։ Ուրա թող իրանք նպաստեն, որ գնանք նոր ընտրությունների, հետո կտեսնեն, թե ինչ կլինի։ Թող հələ փորձեն կտեսնեն, թե ինչ կլինի, թե ինչքան ձայն կհավաքենք, ինչ կլինի։ Ես գիտեմ, ուղղակի չեմ ուզում, իրանք էլ լավ գիտեն, որ խայդարակվեն։ Պարոն Ղուկասյան, երկուշաբթի օրվանից եկաք աշխատանքի, որն է լինելու ձեր առաջին քայլը։ Երկուշաբթի օրվանից, որ եկա, արագ կարգով նայելու եմ կադրային քաղաքականությունը, թե ում հետ ենք աշխատելու։
Ինչ կան լուրջ մասնակիցներ կան, պետք է մնան աշխատելու, եթե իրենք էլ մնացել են, միանշանակ մնալու են, եթե մասնակիցներ են, եթե ուղղակի քաղաքական առումով եկել են բան ինչ-որ, որ իրանք գործ ունենան, դե իհարկե մենք իրանք կասենք, որ ձեր քաղաքական մտածելակերպը այլ է, մերը այլ է։ Դրանից հետո անցնելու ենք աշխատավարձերի բարձրացման խնդրին, արագ մտածելու ենք ոնց ենք անելու եւ բյուջեի հաստատմանն ենք անցնելու։ Մի խոսքով այդպես շարունակական ինչ ասել եմ, հեշտականությամբ անելու ենք։ Բայց Հենրիկ Ասպարյանը կա մարդ, որ պետք է արդեն լքի իր հաստիկը։ Ասեք։ Անդիմադիր ուժերը, որ ցեզ միացան, առանց պաշտոնների ակնկալիքի միացան եւ ըստ էության իրենք հրաժարվում են պաշտոններից։ Դուք ունեք ձեր թիմը ունի բավարար կադրեր համալրելու այն պաշտոնները, որոնք կուզենայիք։ Բա ես որ չունեմ, ով ունի։ 13 տարի աշխատած քաղաքապետը ոնց կարող է կադրեր չունենա։ Ու մի քաղաքապետ, որ հավանական է յուրաքանչյուր թաղ, ես ավելի լավ գիտեմ այդտեղի բնակիչներին, քան այդ թաղի որևիցե մեկը։ Ինչ չափ քաղաք ճանաչող շատ քիչ կա այս քաղաքում։ Այդ բոլորն են ասում, գիտես։ Հասկանալի է, բայց ես որ կադրեր չկարողանամ հավաքել, ով պիտի հավաքի, ինձպես։ Որ պաշտոններն եք հիմնականում մտադիր փոխել ձեր կադրերի ընդունել։ Կտեսնեք, անպայման ինչ որ անենք, թափանցիկ ենք անելու եւ բոլորը տեսնելու ենք։ Համակարգում մյուս ուժերին պաշտոններ առաջարկելու կամ տալու եք բան։ Մենք խնդիր չունենք յուրաքանչյուրի հետ աշխատելու, եթե որևիցե մեկը ցանկություն հայտնի, որ ուզում է ինչ որ մի բան ստանձնեն կամ ինչ որ մի բան, մենք խնդիր չունենք, խնդրեմ չունենք։ Մենք ուրեմն անպայման համագործակցել ոչ միայն տեխնազուների, ընդհանուր առմամբ իմ ժամանակ են բան հիշում եք դուք հավանական է աղջիկը մեզ հետ այն ժամանակ աշխատել ես, հիշում եմ դուք աշխատել եք, մի խոսքով դուք աշխատել եք, հա, այ դու նամանավանդ, մի խոսքով մեծամասնությունը դին ժամանակ դուք եք աշխատել, հիշում եմ, քեզ էլ եմ հիշում, հա, մի խոսքով, այսինքն այն ժամանակ ես հայտարարում էի, ովքեր Գյումրիի հետ կապված, ունեն ծրագրեր, առողջացման հետ կապված, աշխատատեղերի ստեղծման հետ կապված, ես չգիտեմ, բարոյահոգեբանական մթնոլորտի ամեն ինչի հետ կապված ես պատրաստ եմ լսելու, քննարկելու, քննարկման առարկա դարձնելու։ Հիմա եւս նորից բարձրաձայնում եմ, ոչ միայն տեխնազուների, այլ բոլոր թեկուս այն կուսակցությունները, որոնք չեն առաջադրել իրենց տեխնազությունը, մարդիկ կան, որոնք չեն առաջադրել իրենց տեխնազությունը, ուրեմն հասարակական կազմակերպություններ կլինի Երևանում, դրսում ովքեր որ կցանկանան քաղաքի հետ կապված որևիցե մի դրական գործ կատարել, դռները բաց է, արագ կաշկով ընդունում ենք, քննարկում ենք ու հետագան նայում ենք։ Մասով Սարակ Մինասյանը ասում է, որ խիստ տարբերվում է 4 ուժերը։ Ես այդքան շատ բաներ հետևից չեմ մգնում ընդհանրապես։ Ես այդ զիզի-բիզի բաների հետևից չեմ, ես կարևոր է հսկայական քաղաքապետարանն եմ սարքել։ Հասկանալ, որ նայում եմ, այսպես հիացմունքով եմ նայում, որ ինչ եմ կառուցել։ Ու կյանքի գնով, չարչարանքներով, հիմիսպես մարդիկ գալիս են, մեկ էլ բաներ կան, այսպես մեր անունից, մեկի տեսար ումպես վատ բան են ասում ինձի, որ դուք եք ցույց տալիս, բան չնայած սարքած էլի, կզգամ որ մեծամասնությունը սարքած է։ Մենք հարցնում եմ, քսեմ այս մարդիկ ինչ են այսպես մտածում, որ հələ մի վատ բան ասեն, որ ես արել եմ։ Ես ուզում եմ ընդհանրապես թակ մի վատ բան։ Մի հատ ինձ ասեք, թե ես ինչ որ մի վատ բան եմ արել առանց շարի։ Օբյեկտիվ։ Թող մի հատ էս կան ինձ բան եք ասում, լրատվական կառույցներում։ Հələ մի հատ մեկի անունը ասեք, որ ես ինչ որ մի բան եմ արել։ Իմ հետ կապված։ Մեկ նայում եմ, քսեմ այ մարդ, միգուցե ինֆորմացիայի օրն է կարող է ընկել եմ ավտոյի տակ սկական։ Հիմա ես մեկ հավատացեք մտածում եմ։